Ես կուզենամ խոսեմ նաև շատ տարփողվող հանրակրթության բարեփոխումների մասին, ընդհանրապես մի քանի ցուցանիշ ասեմ, ատեստացիա, որը անդադար թափահարվում է ուսուցիչների կամավոր ատեստացիայի անցել Հայաստանի Հանրապետության ուսուցչական կազմի ընդամենը 20%-ը, տարակարգ ունի 1426 ուսուցիչ, իսկ այդ անընդհատ 700,000 աշխատավարձ ստացող ուսուցիչների մասին է շեփորահարվում, 300,000 դրամից ավելի աշխատավարձ ստանում է Հայաստանում ուսուցչական կազմի ընդամենը 7-5%-ը, եւ մյուս այսպես խաղաղ թուղթը, որը այսպես ծածանվում է քաղաքական մեծամասնության կողմից, դա 300 դպրոց 500 մանկապարտեզն է, եւ մեկ անգամ եւս ես ուզում եմ հայտարարել այն ցուցանիշը, որ իրենց կառավարության ծրագրին գործունեության ընդհանրապես լավագույն դեպքում 6 ամիս է մնացել, մինչև 26 թվականին 2 ամիս, բայց Հայաստանի Հանրապետությունում խոստացված 300 ուրեմն դպրոցի փոխարեն մենք ունենք ընդամենը հանձնված, ավարտված 59 դպրոց։ Եվ պիտի ասեմ, որ ընդհանրապես այս վերջին 4 տարիների ընթացքում կապիտալ ծախսերի կատարողականը, միջին կատարողականը 40%-ը չի գերազանցում։ Եվ իսկ ինչ վերաբերում է մշակույթին, իհարկե մենք ժամանակ չունենք ավելի մանրամասնությունների համար, բայց ասեմ, որ ինչ վերաբերում է մշակույթի ոլորտին, այնտեղ ընդհանրապես այսպես հազիվ պահպանման ծախսերի մեջ են տեղավորվում եւ այդտեղ եւս մի շարք ոլորտներ ընդհանրապես այդ կատարողականները 20-22-12%-ի շրջանակներում են եւ մյուս աղաղակող փաստը դա բուհերում տիրող խայտառակ 37 թվի մթնոլորտն է։ Իհարկե 37 թվի մթնոլորտում մեր ամբողջ հասարակությունն է եւ այսօր բոլորս ենք ականատես, թե ինչպես կարող է բռնաբարվել ազատ խոսքը, թե ինչպես են բոլոր տեղական ինքնակառավարման մարմիններում ուղղակի չի հանդուրժվում այլակարտությունը, այլախոհությունը, քաղաքական այլ բանակի ներկայացուցիչները եւ բոլորը հայտնվում են աղավանդակի հետևում եւ ընդհանրապես երկրում կամ ռեպրեսիայի կամ դեպրեսիայի մթնոլորտ է, բայց բուհերում եւս քաղաքականացումը այնքան ակնհայտ է կամ կուսակցականացումը, երբ որ բոլոր պետական բուհերի կառավարման խորհրդի նախագահները պարզապես քաղաքական մեծամասնության ԿՊՎ նախավն է նախագահից Հայաստանի Հանրապետության նախագահից մինչև կառավարության անդամներ։ Երևի շարունակի Արթուրը։